Աշխարհի տարբեր երկրներից հնչած հայտարարություններն ու ուղերձները կրկին ընդգծում են, որ 1915 թվականի հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ ոչ միայն պատմական հիշողություն, այլև արդի քաղաքական ու բարոյական քննարկումների առանցքային թեմա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ընդգծել է ողբերգության համամարտկային նշանակությունը, այն կապելով ատելության վտանգավոր հետևանքների հետ։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի հայոց ցեղասպանության 100 հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան անմեղ մարդկանց դաժան կոտորածը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, եւ դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին կրոնական ատելության, ազգայնականության եւ քսենոֆոբիայի հրահրման հետևանքները։ Ֆրանսիան ևս հանդես է եկել ցեղասպանությունը դատապարտող ուղերձով։ Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակում է 1915 թվականի հայոց ցեղասպանությունը եւ հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին։ Սա հնարավորություն է հիշելու, փոխանցելու եւ ընդգծելու այն անխզելի կապը, որը կապում է Ֆրանսիան Հայաստանին եւ ֆրանսիացիներին հայերին։ Մերձավոր Արևելքից ևս հնչել են կարևոր ուղերձներ։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը շեշտել է, որ ողբերգությունը մինչև այսօր բաց վերք է մարդկության խղճում եւ ընդգծել է Լիբանանի դերը որպես հայերի ապաստանի երկիր։ Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա եւ վերահաստատում եմ իմ անսասան նվիրվածությունն արդարության, ճշմարտության եւ մարդկային արժանապատվության արժեքներին։ Հայկական ծագումով լիբանանցիները երբեք յուր չեն եղել այս երկրում, այլ իսկական գործընկերներ եղել նրա կառուցման եւ բարգավաճման գործում։ Եվրոպական քաղաքական շրջանակներում ևս թեման շարունակում է մնալ օրակարգում։ Իսպանիայի խորհրդարանի падգամավոր Ջոն Ինյարիտուն ընդգծել է պատմական ճշմարտության անխուսափելիությունը։ Պատմական ճշմարտությունն անհերքելի է եւ այն ժխտելու յուրաքանչյուր փորձ ի վերջո դատապարտված է ձախողման։ Մենք ականատես ենք լինում ճանաչման կայուն եւ անշրջելի գործընթացի։ Թուրքիան պետք է հաշտվի այն իրականության հետ, որ միլիոնավոր հայեր ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։ Եվրոխորհրդարանում ևս հնչել են կոշտ գնահատականներ։ Կիպրոսը ներկայացնող падգամավոր Կոստա Մավրիդեսը ցեղասպանությունը դիտարկում է որպես դաս ներկայի եւ ապագայի համար։ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս բոլոր ժողովուրդների համար։ Ցեղասպանության շարունակական ժխտումը մարդկության դեմ հանցագործության շարունակությունն է։ Հունաստանից ևս հնչել է համերաշխության ուղերձ։ Նախագահ Կոստանտինոս Տասուլասը հայտարարություն է տարածել հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ընդգծելով, որ հայ եւ հույն ժողովուրդները կապված են համատեղ փորձությունների, նաեւ համերաշխության, բարեկամության եւ փոխադարձ հարգանքի ամուր հարաբերությունների միջոցով կերտված հավերժական կապերով։ Նա ընդգծել է, որ այս հիշողությունը ներկայացնում է անսասան պարտականություն ինչպես զոհերի, այնպես էլ պատմական ճշմարտության նկատմամբ, որպեսզի մոռացությունը չդառնա ռևիզիոնիզմի, բռնության եւ անհանդուրժողականության աղբյուր։ Այսօր Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին, որը մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Պատմական հիշողությունը պահանջում է մշտական զգոնություն, ապահովելու համար, որ պատմության ողբերգական իրադարձությունները երբեք չկրկնվեն։ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն էլ կարևորել է միջազգային ճանաչման անհրաժեշտությունը։ Պատմական ճշմարտության ճանաչումը ամբողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է ապահովելու համար, որ նման հանցագործությունները երբեք չկրկնվեն, այլևս երբեք։ Դիվանագիտական կորպուսը ևս ակտիվորեն մասնակցել է հիշատակի միջոցառումներին Երևանում, մասնավորապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Կանադայի դեսպան Էնդրյու Թրները նշել է արարողության ազդեցիկ բնույթը։ Ինձ համար մեծ պատիվ էր այսօր ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում հզոր ազդեցիկ արարողություն։ Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը ևս ընդգծել է համերաշխությունը։ Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը եւ խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի առաջ։ Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոնտինիեն էլ իր ուղերձում հիշեցրել է տարելիցի խորհուրդը։ Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 111 տարի առաջ։ Չեխիայի դեսպան Պետեր Պիրոնչիկը կարևորել է հիշողության դերը։ Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև եւ մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին։ Հիշողությունը միայն անցյալի մասին չէ, այլ ապագայում նման վայրակությունների կանխարգելման պարտավորություն։
Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին նույնպես ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայերի հիշատակին։ Իսկ այս ամենին զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն էլ իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը, նշելով, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքի զրկվել են առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում։ Այսպիսով պաշտոնական Անկարան շարունակում է ժխտել եւ չի ընդունում հայոց ցեղասպանության իրողությունը, բայց միջազգային վերը նշված արձագանքները ցույց են տալիս, որ հայոց ցեղասպանության ճանաչման եւ հիշատակի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներում՝ քաղաքական, դիվանագիտական եւ հասարակական։ Հնչող ուղերձները միավորվում են մեկ գաղափարի շուրջ՝ պատմական հիշողության պահպանումը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալին, այլև անհրաժեշտ պայման կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնությունն ապագայում։